30 րոպե մեր տնից ստեղ, ահա որ է։ Կուզես տեղերով փոխվենք։ Դու մեծամորից արի, ես կենտրոնից։ Չէ, լավ է, մերսի։ Բայց կարամ քո համար տուն գտնեմ Երևանում, կուզես։ Արդեն կարաս քեզ թույլ տաս։ Հա, կարինա կուզեմ։ Օֆիսին մոտ, լավ կահավորված ու ապահով տեղ։ Ինչ եղավ։ Մարդ։ Բասի արտնասնենք տեսնենք ով է։ Ես հիմա անվտանգության աշխատողներին կասեմ թող գա։ Ինչ ա եղել, ում փրկենք։ Hey! Ձյաջ! Հելելը! Հələ ես բոմժելոյինն է, յարա։ Լակել չստեղ քնել է երևի։ Հələ թռի ջուր բեր։ Արա ես ո՞նց անթարապես ստեղ մտել։ Ես եմ դուռը բացել, Ինչի համար Նեքսի։ որովհետև նա Քևին Թավիթյանն է։ Ալեն չէ։ Բարի լույս հին ընկեր, դու արդեն փոխվեցիր և նույնը չես Քեզ մոտ ամեն ինչ լավ է և անխափան ինչպես ժամացույց Thank you guys, ձեր հաց welcome-ի համար Եվս մեկ անգամ կներեք մեզ Քևին։ Ոչ մի խնդիր, it's okay Մենակ խնդրում եմ դույով Կներես, քեվ։ Բացի քեզնից Just kidding Միատ relax, ժողովուրդ Ես գիտեմ, որ իմ գալը ստեղ ձեզ համար սառը ցնցող էր Զգացիք, ցնցող Silicon Invest-ի տնօրենների խորհուրդը ինձ ուղարկեց ստեղ, որ ես ձեզ տամ ուղղություն կիսվեմ փորձով, օգնեմ, մոտիվացնեմ Քևին, մերսի։ Մեծ պատիվ է մեզ համար։ Խնդրում եմ, այդ հայկական բաները թարգեք Ես գիտեմ, դուք հիմա մտածում եք Էստեղ են, որ Bill Gates-ի տանը խորոված էր անում, որ նվիրեց Steve Jobs-ի առաջին վադալասկան Ինչու է ամեն ինչ թողել ու եկել ստեղ, Երևան Պատճառը մեկն է Մենք ուզում ենք, որ Nexify-ը հաջողի Խնդրում եմ, պետք չի Մի ժամից meeting team building, կես ժամից pre-meeting senior staff-ի հետ, լավ Դու, իմ հաջող կողմը ձախն է Խնդրում եմ, մյուս անգամ ձախ կողմից, լավ Meeting, pre-meeting, team building Մնում է հասցնենք արանքում գործ անենք Դեմի մորացի, լանչը, բրանչը, office party-ն և after party-ն Yeah Ինչ նորություն ունենք սերվերներից, ով ինչ ա գտել։ Այդ ձեր Քևինի փոխարեն առաջարկում եմ Սան Ֆրանցիսկոյին ասեք մեզ սերվեր ուղարկեն Հայաստանում տենց դատա կենտրոն չկա Ռուբեն ջան, Քևինը շատ լուրջ դեմք է։ Ու իրանից բոլորս լիքը բան ունենք սովորելու։ Խնդրում եմ մի փոքր արգանքով, հա։ Լավ, լսի մի հատ։ Ես ունեմ նորություն ու ոնց որ մի հատ բոմբ սերվերնոց եմ գտել, բայց մի հատ մոմենտ կա։ Մոմենտ։ Սերվերնոց Վիշապ Գուգոենցն է։ Վիշապ։ Հա, իրանք մի քիչ կրիմինալ են։ Նայ, սրանք բիթքոյնի բումի ժամանակ որոշում են ֆերմա սարքեն, որ մայնինգ անեն։ Լիքը փող են ներդնում ու մի աշխարհ սերվեր են առնում։ Մի աշխարհ սերվեր ինչ են առնում Պետք է մի աշխարհ մայներ առնեն Հա, բայց վիշապեն կետ չգիտեին ու առնում են մի հատ մայներ ու մի աշխարհ սերվեր։ Բայց այդ վատ չգիտես։ Դու կգնաս կբանակցես մաֆիայի հետ քո գծով։ Հա, այդ ջրի գնով կտան, մնացել այնտեղ փդում ա մեկը։ Փրկում ես բռատ։ You guys, այնքան ուրախ եմ ձեր համար Բայց աշխատեք օֆիսային ժամերից հետո, լավ Հա, դե լավ, ես կարևոր գործեր ունեմ, գնամ։ Բա մեր pre-meeting-ը, չիմանանք պրոյեկտը ոնց է գնում, ինչ պրոբլեմներ կան Դե Չկան, ոչ մի պրոբլեմներ չկա ու ավելին ասեմ խզարած յուզեր ենք հավաքում, մենք էլ ենք շոկի մեջ, չէ։ Դե փորձում ենք աճել։ Ես էլ եմ Տիգրանի կարևոր գործի մի մաս չէ Տիգրան գնանք Հա, գնանք։ Հա։
Զգում ես ինչքան անիմաց ժամանակ անցնում ես օֆիսում։ 100%։ Բա մարդ չի կարա է կենտրոնանա իր գործի վրա։ Team building։ Սրանից էլ լավ team building։ Ան, վերցրու։ Ապրես։ Այսինքն ուղիղ գնա։ Շաֆի, ուղիղ։ Սեյտաչար։ Հասկացա, բայ։ Ապրիս, այ ես հիմա զգում եմ, որ քեզ ճանաչում եմ։ Ռուբ ջան։ Team building 2 րոպեից։ Կներեք, որ ձեզ կտրում եմ կարևոր գործից։ Ես իհադա ապեր։ Ես ամերիկացիք տենց են։ Դեմքից ժպտում են, տակից երևի արդեն ռեպորտ ա գրում։ 100%։ Okay guys, մեր ընկերությունը ունի 5 core value, կարևորագույն արժեքներ, որոնք բոլորս պետք է իմանանք։ Number 1, empathy. Այսինքն յուրաքանչյուրդ զգում է մյուսի ցավը կամ ուրախությունը։ Ամեն մեկի խնդրեմը բոլորիս խնդրեմն է։ Խարա, տարել են արա ավտոս, ներքևը կանգնացրած էր, արա հա, թազա ավտոս տարել են։ Տիգրան ջան, հիմա չէ, էլի խնդրում էմպաթիա եմ փորձում բացատրեմ, մի քիչ հետո, լավ։ Դուք շարունակեք, մենք հեսա կգանք։ Կարող եք գնալ։ Հաջորդը innovation, ցանկացած նորարար միտք լավն է։ Վատ մտքեր չկան ընդհանրապես։ Այսինքն օֆիսում կարանք PlayStation-ի մրցում կազմակերպենք։ Դա այդքան լավ միտք չի, որովհետև կզբաղեցնի ամբողջ օրը։ Բա ասում ես վատ մտքեր չկան։ Ես չասեցի, որ դա վատ միտք է, ես ասեցի, որ այդքան լավ միտք չի։ Դրանք տարբեր բաներ են։ Հաջորդը հավասարություն։ Թիմում բոլորը հավասար են, հա՞։ Օրինակ Ալենը սկի աշխատավարձ չի ստանում։ Հավասարություն։ Արա ոնց տարան արա մուրազի պես ավտոս արա։ Այդ կողմն էլ կամերա չկա։ Դիգ ջան, ախպերս ես հասկանում եմ, որ վատ բան ա եղել, բայց Արա վատ բանը էտեն ա, որ ասենք Կարինան քեզ բանի տեղ չի դնում, իսկ ես կատաստրոֆա է։ Իսկ ինչի՞ վերցրիր, որ Կարինան ինձ բանի տեղ չի դնում։ Վայ լավ, նոր դրա ժամանակը չկա, էլի ախպերական, ես հիմա պիտի գնամ ոստիկանություն։ Բայց դու բան արա, ուշադիր կլինես, վիշապենք են գալու, հետները նորմալ կխոսաս։ Ինչ։ Ձիգ կպայես քեզ։ Ոնց վիշապ Գուգոնց տեղ ա գալու։ Տիկո։ Թիմի մեջ չկա ես, այլ կանք միայն մենք, այսինքն չկա առանձին Կարինա, Ալեն, Լարա, Ջիմի, այլ բոլորս միասին մի թիմ ենք։ Իսկ Ջիմին ով է։ Ամերիկայում սրա համար կդատվեր դու էլ 2 միլիոն փող կստանայիր։ Էս քո Me Too մոմենտն է։ Me Too։ You too, especially you too, Jimbo, իհարկե, նույնիսկ Next-ին մեր թիմի անդամ է և կրում է մեր արժեքները։ Եվ ըստ այդմ, ես ունեմ միայն մեկ հարց, ով է պատրաստ գալ ինձ հետ մինչև վերջ, անցնելով բոլոր սահմանները մինչև Next-ին հասնի հաջողության։ No, ստեղ պետք է բարձր ասեք մենք։ Եկեք lunch break անենք։ Lunch-ին վրա։ Lunch-ի գնում ենք մենք։ Անցնել ցանկացած սահման, որ Next-ին հասնի հաջողության։ Ես մենք մի քիչ զորացնենք, որ էներգիան ավելի շատ զգացվի։ Մենք։ Կարող ենք ձեր ձայնն էլ ավելի խարիզմատիկ դարձնել։ Այսինքն ավելի խարիզմատիկ։ Եթե ուզեք։ Չէ, it's okay։ Օ, կարա Steve Jobs-ի Stanford-ի ճառից այն ուրախ կտորները, ձեները վերցնես դնես տեղ։ Բայց մի տեսակ չի ստացվի, որ խափում ենք։ Ոնց թե խափում ենք։ Ես նախ նստած էի։ Տեսեք, այս նստից որ։ Էս լավ է, էս լավ։ Ուժեղ ենք։ Միանգամից։ Նորիկ ջան, քեզ են հարցնում։ Գուրգենն է եկել սերվերների հարցով։
Կլոր, ասա վիշապ ու գոնայք է։ Բարև ձեզ, թեյ, սուրճ, ինչ-որ մի արգելված բան։ Արգելված։ Ես ինչ իմանամ ձեր կարգավիճակի մարդիկ։ Ալեն ջան, այն մեր լավ կոլումբիականից բեր, հա։ Աղա ջան, դու կոլումբիական բերելու կանալ ունես։ Կատակ եմ անում, լավ արի մեր գործերից խոսանք։ Մի երկու տարի առաջ կոնոման մի հատ լավ ջայել էր, եկավ մոտս ասեց ապագա կա ապագա, ու այդ ապագան բիտքոյնն է։ Ու ասեց պետք է մտնես այդ բիտքոյնի մեջ։ Հա, հիմա արդեն 100,000 անցավ։ Ասա։ Ուրեմն մի անգամ տեղեքում նստած էինք, ասենք մի կտոր հաց ուտենք։ Զանգեցի 20 հատ քյաբաբ պատվիրեցի ու մի հատ գրիլ։ Ու գիտես ինչ բերին։ Ինչ։ Բերին 20 հատ գրիլ ու մի հատ քյաբաբ։ Այ մոտավորապես նույն բանը արեց մեր Սամոն, բնասիկը։ Փողը տվի, գնաց Դուբայից 100 հատ սերվեր բերեց ու մի հատ էլ այն մյուսից։ Մայներ։ Այ դրանից։ Շատ սրված տիպեր է այդ մեր ուղուրմացիկը, շատ։ Մահացել է։ Բավուշ չմանար այսքանից հետո, Նորայր ջան։ Ինֆակտ խփեց։ Անսպասելի։ Շատ անսպասելի 9-րդ հարգից ընկավ։ Ու 4-րդ, չէ, 5-րդ հարգի հատվածում սիրտը հատկած արեց։ Բայց մենք ծխող էր։ Գիտես չէ, Netflix-ը որ ստեղծվել է, իմ մատը ահագին խառնատեղ։ Լուրջ։ Ես չգիտեի, որ Netflix-ի հետ էլ կապ ունես։ Ֆանտաստիկ պատմություն է։ Մտել եմ մի անգամ DVD խանութ, Netflix-ի ստեղծողը, Մարկը, ընդեղ էր։ Սենց նայեց վրես ու ասեց, ինչ կայֆ կլներ, չէ որ առանց տնից դուրս գալու կարողանայիր կինոներ նայել։ Ես նայեցի իր վրա ու ասեցի, yeah։ Wow։ Հետո։ Այդքանը։ Հետո ստեղծեց։ Okay։ Ինչ որ ոստիկանությունից են եկել, ասին բանկ ենք թալանել կամ տենց մի բան։ Կիբերհանցագործությունների բաժին։ Okay, հանգիստ, առանց խոճապի։ Ես Ամերիկայի citizen եմ։ Մենք պատրաստ ենք համագործակցել։ Կներեք, մի հատ կասեք ինչ ա եղել։ Երևի ինչ որ թյուրիմացություն է։ Դուք զանգել եք կենտրոնական բանկ եւ պահանջել եք իրանց սերվերները ձեր ինչ որ ապրանքի համար։ Սերվերներ։ Մենք։ Քևին, դու ինչ որ բան գիտես։ Զանգողն ասել է, որ իրանց պետք են սերվերները հաջողության հասնելու համար ինչ որ Next-ի ծրագրում։ Հա, Next-ին մեր արհեստական բանականությունն է, բայց մենք ոչ միտեղ չենք զանգել։ Ալեն, մի հատ տեքսի կբերես։ Յուղոտ ձեռքերով, լուրջ, կարող է միկրոչիպիս վրա աջիկա էլ լցնես։ Ու ոչ միայն զանգել։ Նույնիսկ սպառնացել է, որ եթե սերվերները չլինեն, հակերային հարձակում կկազմակերպեն։ Իսկ դա անցնում է օրենքի բոլոր սահմանները։ Մենք պետք է հարցաքննենք զանգողին ու ճշտենք, թե որտեղից է արվել զանգը։ Էսա, հարցաքննեք։ Իհարկե, ոչ մի խնդիր։ Մենք երբեք չենք անցնում օրենքի սահմանները։ Մենք կանցնենք ցանկացած սահման ու սահմանափակում Next-ի հաջողության համար։ Պետք է անել ցանկացած քայլ դրա համար։ Դա փոխաբերական իմաստ է, it's a metaphor։ Ես միշտ ասել եմ, անցնում ենք բոլոր սահմանները, բացի օրենքից։ Yes։ Այս թիմում չկա ես, կա միայն մենք, ու մենք ոչ մի բանի առաջ չենք կանգնի։ Սա շատ լավ վիրուս է, ռիլ կարա դառնա։ Մի քիչ հետո կտեղադրեմ մեր Instagram-ում։ Չէ։ Ու այդ սաղ իրար հետ ձեր համար Նուրիկ ջան։ Ընդամենը $50 միլիոն։ Ու դա չափազանց թանկ է Գուրգեն ջան։ Այդ աղա, բայց ես գիտեմ, այդ իշնիկները
ցնդած փնթի չսաներված ու հարուստ տպեր են, բայց դու ակուրատնի խելացի բիթի ես ու աղքատ։ Լսի նորի, այդ կոմպերը ավտորիտետնի կոմպեր են, դրա օպերատիվ հիշողությունը 2 տերաբայթը, Xeon E3000, ջոգում ես, նորի ջան դու էլ ասում ես։ Հա, թանկը։ Ուղղակի շատ կարևոր կոդ էր։ Ու համել թանկ է, սերվերի գները այդքան չեն, Գուրգեն ջան։ Դու ինձ վիշապ ասա։ Գուրգենի մականունն ինձ մենակ ամենահարազատներն են տես դիմում։ Բայց մեկը այդ գինը խելքին մոտ չի, ձյաց վիշապ։ Ուզում ես կծեմ։ 9-րդ հարկից։ Գին այդտեղը։ Կներեք մեզ թյուրիմացության համար, անպայման կշտկենք ծրագիրը, որ նման բան էլ չկրկնվի։ Լավ, իսկ ես հերոխսը համարը ձեր անձնական համարն է, թե աշխատանքային։ Պաշտոնական գրասենյակի համարն է։ Պարզա, այստեղ կարող եք ձեր անձնական համարն էլ ավելացնել։ Գիտեմ, բայց մեր նեքսին չի թողնում շատ խանդոտ է, հետո կարող է ձեր հետևից ընկնի։ Ջարդից էր հեռախոսը ու սկրինշոթեր ուղարկի, օրինակ ձեր կնոջը։ Շատ անհամ ծրագիր է։ Հասկացա։ 6 րոպեն գնացին։ Չէ, բայց միևնույնն է դա շատ թանկ է, էլի, ես զանգեմ գործընկերոջս, հա։ Դիգ ես հիմա վիշապի հետ եմ, ուզում ենք գին պայմանավորվենք, ասում է 5 միլիոն։ Ոնց 5 միլիոն գժվել արա։ Ինքը հիմա մեզ լսում է ու Ալո։ Կարա վիշապ ջան, բարի օր ցավը տանեմ, այդ ես եմ գժվել, պրոստը այսօր բան ա եղավ, այդ մեքենա ստարան թափ տազա յուղը վրեն ավտո էր։ Համել կարող է Կարենայր ոնց որ այդ հարցով քյոմա գանեիր։ Ջան։ Ես 5 դատվածություն ունեմ ու 6-րդի մեջ եմ։ Իմ վրի հոդվածների քանակը քո Instagram-ի լայքերից շատ է։ Իմ գլխի համար Հյուսիսային Կորեայում Հարավային Կորեան են տալի։ Ու դու մտածում ես, որ ես մանր-մունր տուֆտա խուլիգանությունները իմ հագով է։ Տիգրան, դու ոնց որ ուզում ես, հա? Չէ, ցավը տանեմ, ես ընդհանրապես դες մտադրություն չունեի քեզ վիրավորել, ուղղակի մտածեցի, որ Հիմա վերցնում եք այդ կոմպերը։ Եթե 100,000-ով 10 կվերցնենք, բայց պիտի տեսնենք։ Լավ։ Եթե շատ եք խնդրում, բայց 250,000-ից ավել չունեք, կտամ։ Ստեցը խմեն։ Հա։ Բարև ձեզ, դուք էլ եք ոստիկանության կիբեր հանցագործությունների բաժնից։ Այդ մոխրաման բեր։ Մեզ մոտ չեն ծխում։ Ծխելը 30 անգամով ավելացնում է թոքերի քաղցկեղի հնարավորությունը։ Դու ով ես կլոր։ Ես Նեքսին եմ, արհեստական բանականություն։ Շատ պայմանականորեն ChatGPT։ Փաստորեն դուք ես տես բեսանց բիթի տեղ ես դրել էլի։ Ես ունեմ զարգացած նեյրոցանց։ Տիրապետում եմ մինչև 5 պետաբայթ տարատեսակ տեղեկության, յանքի բոլոր ասպարեզների մասին։ Եթե դա համարվում է բիթիության չափանիշ, ապա այո։ Լավ։ Դե ուրեմն քեզ մի հատ հարց տամ հələ պատասխանի։ Պատկերացրու դու գաղութում ես։ Սովորական հարիվ ես։ Ունենց ստացվել, որ հետը 2 հատ քերոպա նստած։ Հիմա ես մի քերոպա ասում եմ վեկած ֆորտուշկեն բացարա, շոքա։ Այն մի քերոպա ասում եմ վեկած ֆորտուշկեն փագի, ցուրտա։ Ինչ պետք է անես, դե ասա։
Հաշվի առնելով, որ քերոփները քրեական աշխարհում ավելի բարձր են դասակարգվում, քան սովորական հարիվը, ես պետք է ձգտեմ գոհացնել երկուսին էլ։ Կարող եմ որևէ ծանր առարկայով կոտրել ապակին, այսպիսով պատուհանին եւ բաց եւ փակ վիճակի հատկանիշներ հաղորդելով։ Ոչ, յուրը։ Մոլոդից։ Գնանք, պարոն Վիշապ։ Սա բայց իրոք չած չի։ Բիթի է։ Լավ էլ բիթի է։ Ես նեքսուն դու ես ստեղծել։ Երբ շուտ ասա, որ ուսած գաղափարի տեր տղա ես։ Մեկ էլ էլ մի բան։ Ես տեխնիկետ կտաս հետս մի քանի օրով տանեմ Ռաստով։ Մի քանի հարց կա էլի տեղը գցել։ Իրականում իրան պետք չի տանել, կարող եք մտնել մեր կայք։ Նորո ջան, ես ուր, ձեր կայք ուր, ես բոլորովին ուրիշ կայքով ապրող տղա եմ։ Նայ Վիշ ջան, ուրեմն ես հավելվածը Զագրուզից ես անում։ Դե, գրուզից կանենք, այդ խնդիր չի, հետո։ Հետո գրանցվում ես, անուն, ազգանուն, հեռախոսահամար, մեյլ, քարտի թվեր, ու ամիսը $200 բաժանորդագրվում ես, ու next-ին միշտ քո հեռախոսի մեջ կլինի։ Ինչ ասիր 200։ Արա այդ պաստորեն հələ պարզ չի, ով ամ գրուզի տանում, հա։ Գնանք։ Գնանք։ Գնա։ So, ինչ տեղի ունեցավ։ Մենք հաղթարեցինք մեր առաջին մարտահրավերը։ Եկեք ծափտանք ձեզ, ապրեք։ Ապրեք, դուք չվախեցաք ոչ ոստիկանությունից, ոչ կենտրոնական բանկից։ Մենք չպետք է վախենանք ոստիկանությունից ու կենտրոնական բանկից։ Ոչ նեքսի ոստիկանությունից պետք է վախենալ։ Սա ավելի շատ motivation speech էր, քան բառացի instruction։ Կարող եք ձեր motivation speech-ը մի հատ ասել նկարեմ։ Չէ, պետք չի ուրիշները տենան։ Օրինակ ոստիկանությունը։ Զահրմ առողջություն։ Չէ, օրինակ այլ նախանձ ընկերություններ։ Բարև ձեզ, Քևին Դավիթյանը քաղաքում է։ Ben, Big Ben։ Քանի տարի է, ոնց է կարոտել։ Շաֆի։ Ասում եմ, սիրտը չի խառնում։ Սան Ֆրանցիսկոյի ստանդարտներով։ IT գիգանտների պերեդոզից։ Okay guys, get Jean break. Դե լավ էլի։ Հազիվ գործ էինք անում լուրջ։ Dream team։ Բա ոնց իմացաք, որ Քևինը ստեղ է։ Փոքր քաղաք է, մի Երևան, մի Քևին Դավիթյան։ Դե լավ։ Լավ սուրճ է։ Կոլումբիական է։ Ես եմ նվիրել։ Բենն է նվիրել։ Իսկ դուք իրար որտեղից եք ճանաչում։ Միլիոն տարի առաջ էր Բենը դեռ քնում էր Էրամջան Գրիշի դիվանին Սան Ֆրանցիսկոյում, ես դրանց ծանոթացնում եմ բոլորի հետ, օգնեցի առաջին ստարտափը վաճառի Google-ին, զանգեցի Larryans, yada եւ boom։ Իդեպ առաջին ու վերջին ստարտափը դեր չէ Բեն։ Ես 32 ստարտափներում կամ։ Գիտեմ, նկատի ունեմ հաջողված։ Ես այս ճանապարհներ չեմ փնտրում։ Ես սիրում եմ որ challenge լինի։ Challenge, yeah։ Oh yeah։ Գիտես Քևինի ինչն եմ սիրում։ Իր այս օպտիմիզմը, չնայած սերվերի խնդիր ունեք, մեկը իրան չի կորցնում։ Սերվերների խնդիր։ Փոքր քաղաքաճը։ Խնդիր չի, ուղղակի մեծացնում ենք հզորությունը։ Յուզերները որ շատանում են, կներեք ես պետքա գնամ։ Դե բանը, այսքանի օրը գնանք կասկած, լանչ, մանչ, այնտեղ մի հատ լավ ռիպսի տեղ գիտեմ։ Ես չեմ ուտում։ Ռիպս։ Լանչ։ Okay, թույն։ Դե եթե չլուծեք սերվերների խնդիրը, ձենտուր զանգի կլուծեմ։ Նայեցի՞ր սերվերները։ Հա, նայեցի։ Դեռ մեկը տուրը ծակեր սերվերները ժանգի մեջ կորած։ Իսկ կարող եմ մի հատ ֆենով լավ չորացնենք։ Ձեռ ես առնում։ Հազիվ դուրս եկածի վաղը կպատասխանեմ։ Մնում է միջև այդ վազվրատ արածելի մեքենաս։ Համ ասենք քո սերվերները ժանգի մեջ կորած են, համ էլ ասենք մեզնից լավություն արա։
Հələ մի րոպե, ինքն է։ Ասում եմ մինչև վաղը պիտի վերջնական պատասխան տանք, թե չէ ուրիշ ուզող կա։ Դզեց։ Քո մեքենայի պահը չէ, բայց շորից բրծենք։ Արա դե։ Արի լավ։ Ինչ է ինչի մեր սերվերների հետ։ Այդ մի քիչ տեխնիկական է։ Նորիկը ավելի լավ կիմանա։ Միլիոնանոց ստարտափի CEO-ն չգիտի ինչ ա եղել իր անկերությունում։ Գիտեմ, իհարկե գիտեմ։ Մեծ քանակի հարցումներին սերվերները չեն դիմանում։ Դրա համար նոր սերվեր ենք փնտրում։ Բայց դուք արդեն 4000 active user ունեք։ Դրա համար էլ նորն ենք փնտրում։ Ես էլ գիտեմ ինչ որ լուրջ բան եք թաքցնում ինձանից։ Մենք, քեզնից։ Լավ, արի ամեն դեպքում ես Ջենիֆերին սրա մասին չասեմ, թող մտածեն այնքան են քզրանում, որ սերվերները չեն հերիքում։ Սա ճոխ խնդիր է։ Ու սա կլինի մեր երկրորդ փոքրիկ գաղտնիքը Ջենիֆերից։ Շնորհակալ եմ, Քևին, որ այդքան ըմբռնումով ես մոտենում։ Քև։ Քև։ Տղաներ, ես ամեն ինչ գիտեմ։ Ամեն ինչ։ Այո, ես կճարեմ ձեզ նոր սերվերներ, նույնիսկ եթե ստիպված լինեմ կյանքս տալ դրա համար։ Բրավո։ Մեր առաջնորդը մեզ կփրկի։ Եկեք հաստատենք, որ վստահում ենք իրեն։ Քևինը Ամերիկայից լավագույն նվերն է Nexify-ի թիմին։ Եթե Կևինը չկարողանա, էլ ոչ մեկ չկարողանա։ Հիմա ամեն ինչ կախված է Քևինից, ամեն ինչ։ Ինքը գիտի։ Գիտի, որ աճում ենք։ Դե գուրու է կարող է ինչ-որ հրաշք ծննդաբերի։ Համենայն դեպս մենք կորցնելու բան չունենք։ Okay։ Քևին, մենք քեզ հավատում ենք։ Հա, Վիշապ ջան։ Միջև վաղվա պահը չէ, վաղը արդեն հաստատ կլինի հստակ սերվերների պահը, բայց ասում էի կարող է ավտոյից պահով կարենանք բզբզանք։ Տիգրան, մեքենան գտնելը իմ համար պրոբլեմ չի։ Այ հենց սերվերների հարցը լուծեք, իմացի 2 րոպեից քո մոտ է։ Իսկ եթե օրինակ այդ սերվերները չլինի, բայց դե շատ տեսականորեն, էլի։ Տիգրան, դե եթե շատ տեսականորեն սերվերների հարցը չլուծվեց, ուրեմն դու շատ պրակտիկորեն էլ ավտո չես ունենա։ Այսինքն չես գտնի, թե կգտնես, բայց կպահես քեզ։ Երկրորդը, Տիգրան, երկրորդ, ուզում ես ձեր Nexus-ն էլ հարցրու։ Հա, մեկ էլ Նորիկին ասա, որ ես Nexus-ին կարգին աբրանք այսօր առավոտից արդեն 2 հատ նետոգ եմ տվել։ Եվ բոլորը ճշտով։ Միանշանակ։ Լսիլը, այն Արուս Կավկազը ինչեր են խոսում։ Nexi, sexy Nexi, իմ սիրուն հարազատ ընկեր, այսօր ինձ պետք է օգնես։ Ես ամբողջ օրը փորձել եմ օգնել մեր թիմին, բայց ոչ մեկ գոհ չի։ Շատ ծանոթ վիճակ է։ Մի անգամ ընկերներից մեկը, Բեզոսը, Ջեֆը, բաժանվում էր։ Դու երբեք չես հանդիպել Ջեֆ Բեզոսին։ Դա այդքան կարևոր չի։ Եթե դու ինձ չօգնես, մեր ստարտափի հետ շատ վատ բան ալնելու։ Որքան վատ։ Մեզ կփակեն։ Ավելի վատ։ Ինձ կարող է ուղարկեն Ամերիկա։ Իսկ ես այնտեղ վերջի 3 տարում ոչ մեկին պետք չէի։ Լավ է շանսը եղավ, ուղարկեցին Հայաստան ու մարդիկ ինձ տեղ վերաբերում են ոնց որ ռոք աստղի։ Մարդիկ մտածում են, ես Ամերիկայից եկած հանճար եմ։ Ես այդպես չեմ մտածում, Քևին։ Ոչինչ։ Հոկեբանս ասում է, որ ես պետք է ինձ ընդունեմ նենց ոնց որ ես կամ, իսկ ես փառասեր եմ։ Այսօր պետք է ինձ օգնես, գտնենք սերվերներ։ Օրենքի շրջանակներում։ Okay,
Մեզ պետք է ինչ-որ բան մտածել։ Պատկերացրեք մեր կյանքի ամենակարևոր օրն է։ Վատ մտքեր չկան։ Մի քիչ Քևինի նման ես խոսում։ Լավ, կամ վատ մտքեր, բայց հիմա մենք այդքան զզվող չենք։ Դու եք արանք Սան Ֆրանցիսկոին ասենք, որ իրանք սերվերներ ուղարկեն։ Ու կասենք, որ այդ կերպ մենք ավտոնոմ կդառնանք, բլա բլա բլա։ Քևինի մոտ դա լավ է ստացվում։ Ռուբեն այդ ամիսներ կտևի։ Դե կարանք այդ փողը բաժանենք իրար մեջ, իրանց ասենք, որ բանկրոտ ենք, մենք էլ այդ փողը դնենք գրպաններս ու շատ հով ապրենք այդ միլիոններով։ Բարձր ասեցի։ Հասկացա։ Ինձ թվում է ամենախելքին մոտ տարբերակը Սան Ֆրանցիսկոյի այդ նուրբ խոսալն է ու բացատրելը մեր իրավիճակը։ Կամ Ինչ կամ։ դե քո մոտ միշտ երկրորդ տարբերակը չէ լինում։ Կամ սպասենք հրաշքի։ Հրաշք ու ամերիկանո, եթե դժվար չի։ Okay, հրաշքները լինում են։ Ես հարցը լուծեցի։ Իմ հետևից, շտապ։ Բա ամերիկանոն ինչ եղավ։ Ես հստակ խնդրել էի հրաշք ու ամերիկանո։ Դեսպանատան ավելի հեշտ էր օքեյ ստանալը։ 4 օքեյ։ Ես երկար վերլուծեցի, research արեցի ու գտա ամենալավ data center, որը բացվել է 1 տարի առաջ ուղիղ մեր քթի տակ։ Վաու։ Ստեղ ավելի շատ դատա կարանք պայենք, քան մեզ պետք է ամբողջ կյանքի ընթացքում։ Գիտեմ, հեշտ չէր, բայց ես դա արեցի։ Այսքան մեծ ես դեռ չէի տեսել։ Նորո իսկ ես գարձիրոպները մեր սաղ յուզերներին կհերիք ասեն, դե 1 միլիոն է, էլի։ Գարձիրոպ չի, սերվերային ագերարակ պահարանա, որը միջև 2 միլիոն անկասկած կպայի։ Արա Քևին հալալ է քեզ, հորս արև։ Ես նայում եմ արդեն սենց հանճար ես։ Սկզբից որ եկար մտածում են գիժ ամերիկացիներից ես բան են, խելար իրանց շարժ ու ձևով բան։ Բայց չի, լավ է։ Մերսի, երևի։ Էլի եմ ասում, հեշտ չէր, բայց ինչ-որ պահի ես կենտրոնացա ու գտա խնդրի լուծումը, որովհետև ես ոչ մի բանի առաջ չեմ կանգնում, ոչ մի սահման չեմ ճանաչում հաջողության ճանապարհին։ Իսկ մեր Նեքսին հետ չի օգնել, որովհետև վերջին 2 ժամը ոնց որ փակված էիք սենյակում։ Ընդհանուր ինչ-որ մտքեր տվել է, բայց ես ընտրել եմ նրանք, որոնք չեն խախտում օրենքներ։ Դե ինչ Քևին, շատ ուրախ ենք, որ մեր թիմից ես։ Մենակ խնդրում եմ մոտիվացիոն ճառեր էլ Նեքսիի մոտ չասես, որովհետև հաջորդ անգամ ԱԱԾ-ից կարող է հետևից գան։ Հա, ու թող որ team building-ը հին ու բարի PlayStation-ի կողքը իր հունով գնա։ Հաճո ես ամեն ինչը շատ լավ է իհարկե, բայց մեքենաս ոնց հասկանում եմ, էլ չեմ էլ գտնի։ Տիկ, բայց նայել ես, կարող է ստեղ կամերաներ կա, ուշադիր նայենք։ Չէ, իմ տեղը եկա տեսա զբաղված էր, մի քիչ ենկոմ կանգնած, այնտեղ կանգնացրեցի մի խոսքով։ Ու մի ժամ հետո եկա տեսա չկար։ Տիգրան, խնդրում եմ մի տխրի այսօր հրաշքների օրը։ Ես վստահ եմ քո մեքենան կգտնվի։ Եթե մի բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքն է քեզ օգնում, believe me, brother։ Սենց ասենք եթե տիեզերքի պատ ճիշտ է, ուրեմն ես քեզ միա սուշի եմ պատիվ տալի ու հետո ինչքան team building ուզում ես կարաս անես։ Վստահեցնում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե… Ով ատենց բարձր սիգնալ տալիս քաղաքում։ Դու շուտվանից Երևանում չես եղել, Խարա ավտոսարա։ Խնդրեմ, պաստորեն տիեզերքը այսօր մեր թիմից է։ Տիեզերքը ուզում է ցեխոտ կոշիկներով մեր աչք կմտնի։ Բա ամերիկանո։ Սոսանքը, նոր վերջ երազանքը, դարձան իմ առորյան տխում, առհամարանքը, խելագար զարմանքը,
էլ չկան